Առողջապահության նախարարությունը երեկ տեղեկացրել էր, որ Հայաստանում արձանագրվել է արևմտյան նեղոսի տենդ հիվանդության լաբորատոր հաստատված 1 դեպք։ Ինչ պետք է իմանալ այս հիվանդության, դրա վտանգների, համաճարակի վերածվելու հավանականության մասին, նաև ընդհանուր առմամբ վիրուսային հիվանդությունների մասով ինչ վիճակ է հիմա մեր երկրում, COVID-ի ինչ վիճակագրություն կա։ Այս ամենի մասին խոսենք Երևանի պետական բժշկական համալսարանի համաճարակաբանության ամբիոնի վարիչ պրոֆեսոր Մերի Տեր Ստեփանյանի հետ։ Բարև ձեզ, Տիկին Տեր Ստեփանյան, շնորհակալ ենք մեզ հյուրընկալվելու համար։ Երևի թե եթե առողջապահության նախարարության այս հատուկ տեղեկատվական հանրադարձը չլիներ, մեր այս զրույցն էլ չէր լինի, բայց դա ամեն դեպքում փաստը կա, 1 լաբորատոր հաստատված դեպք։ Ինչ պետք է իմանալ այս հիվանդության մասին, պետք է արդյոք վախենալ դրանից կամ զգուշանալ դրանից։ Զգուշանալ այո, վախենալ ոչ, ինչպես ցանկացած ինֆեկցիոն հիվանդությունից, որովհետև վախը այս պարագայում լավագույն ընկերը չի։ Արևմտյան նեղոսի տենդի մասին մենք առաջին անգամ, եթե հիշում եք, խոսեցինք անցյալ տարի օգոստոսին, երբ արձանագրվեցին առաջին դեպքերը եւ հասկացանք, որ մեր տարածաշրջանը դառնում է ռիսկային նոր վարակիչ հիվանդության առումով։ Ինչ է արևմտյան նեղոսի տենդը, սա արբովիրուսներով հարուցվող վարակիչ հիվանդություն է, զոոնոզ, այսինքն կենդանիներն են հանդիսանում տվյալ վարակի աղբյուր, առավելապես թռչունները, կարող են լինել ձիերը, այլ կենդանիներ։ Մարդուց մարդ արևմտյան նեղոսի տենդի փոխանցում չի գրանցվում։ Եվ փոխանցումը վարակի տեղի է ունենում յուրահատուկ տեսակի մոծակների կողմից, կուլեքս մոծակների կողմից, որոնք Հայաստանում նույնպես հայտնաբերվում են։ Այսինքն ես ճիշտ հասկացա, որ մարդը միայն այդ միջատից չի վարակվում, այսինքն միջատից կարող է մեկ այլ, այսինքն ընտանի կենդանի վարակվել եւ այդ ընտանի կենդանուց արդեն մարդ է։ Օրինակ շնից կամ չգիտեմ։ Տեսեք, ուրեմն ինչն է այստեղ խնդիրը, որ հատկապես թռչուններին ենք դիտարկում որպես վարակի աղբյուր, հատկապես հաշվի առնելով նրանց չուն, որովհետև տարբեր երկրներ միգրացիայի արդյունքում հարուցիչ տեղափոխողը բավականին հաճախ լինում են հենց թռչունները։ Նույնը մենք ունենք գրիպի պարագայում, երբ որ թռչնագրիպը, այդ թռչունները այս դեպքում հանդիսանում են վարակիչ տեմարան։ Ինչ վերաբերվում է այստեղ, ապա այո, կարող են եւ տարբեր կենդանիներ նույնպես վարակվել եւ այսպես վիրուսի շրջապտույտը կարող է բերել նրա ավելի նոր տերերի շրջանակ յուրացնելուն եւ ավելի լայնացնելու իր ախտահարման շրջանակը։ Եվ հայտնի է նաև, թե ես իհարկե մասնագետ չեմ, բայց այդպիսի բան լսել ենք, որ այդ վիրուսները միշտ մուտացիաների են ենթարկում եւ հնարավոր է գուցե ինչ-որ պահ գա, երբ արդեն մարդուց մարդ վարակ լինի։ Այս հիվանդության պարագայում այդպիսի սցենարը բացառվում է, թե դա գիտականորեն դժվար է ասել։ Միանշանակ բացառել չեմ կարող ասել, բայց այն, որ հավանականությունը փոքր է, սա կարող եմ պնդել, որովհետև սա դասական զոոնոզ է, մենք այդ ձեր ասած տարբերակը խոսում ենք ավելի օդակաթիլային վարակների դեպքում։ Ես ինչու ասեցի թռչնագրիպը, որովհետև մեր հաջորդ վախը հենց թռչնագրիպն է, որը կարող է վերածվել ավելի լայն պանդեմիայի վտանգ, այսպես ասած, պանդեմիկ պոտենցիալով հարուցիչ է։ Այս պարագայում ոչ, որովհետև ինքը դասական սպეციფიկ ինֆեկցիոն հիվանդություն է, որը տարիներ շարունակ ունեցել է նույն աղբյուրը, նույն փոխանցողը եւ միշտ փոխանցել է մարդուն այս մոծակների շրջապտույտի միջոցով։ Ես այսօր վիճակագրություն եմ ուսումնասիրում եւ միտեղ կարդացի բացաղբյուրներից, որ Միացյալ Նահանգներում օրինակ 1990-ական թվականներից այս հիվանդությունը հայտնի է եւ 50,000-ից ավելի դեպք է գրանցվել միայն Միացյալ Նահանգներում։ Այո։ Այսինքն բավականին պատմություն ունեցող հիվանդություն է։ Հիվանդությունը հայտնի է, կար ժամանակ, երբ որ մենք խոսում էինք հատուկ վտանգավոր վարակների մասին, հիմա այս տերմինը մի փոքր արդեն ԱՀԿ-ի կողմից վերանայվում է եւ կար ժամանակ, հիմա էլ կարելի է ասել, որ սա դասվում էր հատուկ վտանգավոր վարակների դասին, այսինքն այն վարակների, որոնք ունեն բուժման դժվարություն, փոխանցվում են ինտենսիվ, կանխարգելման առումով են ռիսկային, ինչ առումով, որովհետեւ մոծակի խայթոցից պաշտպանվելը բավականին դժվար է։ Մենք ունենք որոշակի խորհուրդներ, բայց այնուամենայնիվ լիարժեք ասել, որ բոլորս ապահովագրված ենք, սա դժվար է։
Երեկվա տեղեկատվության մեջ առողջապահության նախարարության նշում էր այս հիվանդության սեզոնայնության մասին եւ սեզոնը սկսվում էր հունիսից ու ավարտվում սեպտեմբեր, հոկտեմբեր կամ գուցե մինչեւ հոկտեմբերի կես այդ հատվածով եւ հետաքրքիր զուգադիպություն հենց սեզոնի սկզբից մենք առաջին դեպքը ֆիքսեցինք։ Ես հիշում եմ, որ անցած տարի եւս ամռան կեսերին սկսեցին խոսել այդ հիվանդության մասին եւ արդեն աշնան կեսերին վերջնական թիվ արձանագրվեց, որ անցած տարվա ընթացքում, եթե չեմ սխալվում, 132 լաբորատոր հաստատված դեպքի գրանցվեց, նույնիսկ նաև մահվան դեպք գրանցվեց։ Հիմա եթե այս տարվա վերջում մենք ամփոփենք ավելի մեծ թիվ, կհամարենք, որ պրոգրես է ապրում, հիվանդությունը Հայաստանում, եթե ավելի փոքր թիվ, ուրեմն նվազում է գնում, իսկ ինչ է արվում այդ նվազման ուղղությամբ, ինչ-որ պայքարի հատուկ միջոցներ կամ տեղեկատվության տարածում բնակչության շրջանում, չգիտեմ, պայքարի ինչ ձևեր կան այս հիվանդության տարածման դեմ։ Նախ սեզոնին անդրադառնամ, սեզոնը սկսվում է մի փոքր ավելի շուտ, ընդհանրապես մոծակների համար նրանք ջրում ձվադրող միջատներ են եւ նրանց համար արտաքին միջավայրի օպտիմալ ջերմաստիճան համարվում է 16 եւ ավելի բարձր ջերմաստիճանը եւ մենք համարում ենք, որ Հայաստանում սեզոնը սկսվում է ապրիլից եւ այո շարունակվում է մինչեւ հոկտեմբեր։ Եվ այս этаպում Հայաստանը ունի բավականին մեծ փորձ մալարիայի դեմ պայքարի, մալարիայի փոխանցողի դեմ, որը նույնպես մոծակներն է, մեկ այլ տեսակի, բայց նորից մոծակների միջոցով, եւ այդ միջոցառումը կոչվում էր գամբուզացում, որը տարիներ շարունակ Հայաստանում իրականացվել է, դա փոքր չափի ձկներ են, որոնք այդ ճահճուտ հատվածներում բազմացվում են, այսպես ասած, եւ մոծակի ձու, թրթուր, հարսնյակ այդ նախաթևավոր ձևերի դեմ պայքարը իրականացվում է հենց այդ ձկների միջոցով, սա կոչվում է կենսաբանական մեթոդ, որը բնության մեջ բավականին ընդունելի եւ լավագույն տարբերակն է։ Այս մեթոդը Հայաստանում տարիներ շարունակ արվել է եւ սա բավականին արդյունավետ է։ Իսկ ինչ վերաբերում է մարդուն, ապա պետք է իրազեկենք, թե ինչպես զերծ մնալ մոծակների խայթոցից, դա երկար թևերով հագուստ կրելն է, ճահճուտ հատվածներից հնարավորինս խուսափելը, բաց բնության մեջ մաքսիմալ զգույշ լինել զերծ մնալուց եւ անհատական պաշտպանության միջոցներ կիրառելը, խոսքը վերաբերվում է հատուկ քսուկներին, որոնք հնարավորինս պաշտպանում են միջատների խայթոցից, այդ թվում նաեւ մոծակներին։ Երևի դրանք ավելի օպտիմալ միջոցներ են, քան օրինակ 40 աստիճանի տակ երկարաթև զգեստ հագնել։ Դե խորհուրդ ենք տալիս հագնել բնական, օրինակ արաբական երկրներն են երկարաթև։ Մենք կարող ենք համարել, որ իրականում այսօրվա դրությամբ էլ վարակվածների թիվը ավելի շատ է, որովհետև այս հիվանդության կլինիկան այնպեսին է, որ 80% մոտ ախտանշաններ չկան, այսինքն մարդիկ գուցե մեր շրջապատում կան, ովքեր արդեն կրում են այդ վարակը, բայց քանի որ ախտանշանների չկան, իրանք չգիտեն, որ հիվանդ են, մենք բնականաբար չգիտենք, այսինքն այդ մեկ դեպքը չէ լաբորատոր միանշանակ չի բացառվում, որովհետև շատ դեպքերում, ինչպես նշեցիք, ընթանում է թեթև եւ թեթև ձևերի դեպքում ոչ էլ ունենք դիմելիություն, հետեւաբար նաեւ ունենք չախտորոշված դեպքեր։ Լավ, կորոնավիրուսին անցնենք առիթը օգտագործելով նաև այս թեմայի շրջակայքում հիմա տարվում է վիճակագրություն մեզ մոտ կորոնավիրուսի հետ կապված, որովհետև ես մի քանի մեծ կայքեր կան կոնկրետ այդ ուղղվածությամբ, որոնք թարմացված որոշակի պարբերականությամբ մեկ օր կամ երկու օրը մեկ անգամ ինչ-որ նոր թարմացված տվյալներ են հրապարակում եւ դրանցից մեկի տվյալներով նորից բացարտակների մասն է խոսքը անցած երկու օրերի ընթացքում մոտավորապես 4000 նոր դեպք կորոնավիրուսի աշխարհում գրանցվել է եւ 57 մահվան դեպք, որից 7-ը Միացյալ Նահանգներում, 17-ը Գերմանիայում եւ այլն։ Սա դեռ այն դեպքում, որ ոչ բոլոր երկրներն են իրենց տվյալները ներկայացնում այդ համաշխարհային կազմակերպություն եւ սա ինչ-որ մոտավոր թիվ է, ամենայն դեպս ոչ այնքան թիվ է ինչ-որ բան բնորոշող, այլ փաստ, որ այս հիվանդությունը կա եւ շարունակում է եւ դարձել է մեր կենցաղի ինչ-որ մի մաս։
Պանդեմիան շարունակվում է եւ պանդեմիայի ավարտը չի ազդարարվել, որ COVID-ի պանդեմիան այլևս ավարտված է, հանգստանում ենք եւ ոչինչ չունենք։ Ուղղակի այն դարձել է, այո, մեր սովորական, մեզ հետ ապրող, մեզ հետ քայլող ինֆեկցիոն հիվանդություն։ Դեպքերը ավելացել են եւ նոր մուտացված շտամ է շրջանառում, որը առավել շատ շրջանառում է Արևմտյան Խաղաղօվկիանոսյան ռեգիոնում, Միացյալ Նահանգներն են ավելի ահազանգում։ Օմիկրոն շտամի նոր տարատեսակն է, որը ավելի արագ է տարածվում, NB01 տարբերակն է, որը ուղղակի ավելի արագ տարածվող է, իսկ մահաբերության առումով այդպիսի ահազանգ, որ սա ինչ-որ նոր ալիք է, որը ունենալու է բարձր մահաբերություն, ոչ, ուղղակի COVID-ը, ինչպես եւ գրիպի տարբերակում ենք մենք ասում, պարբերաբար մուտացվում է եւ պարբերաբար ունենում է նոր դրսևորումներ, որովհետեւ նախկին իմունիտետը, որը մենք ունեինք նախկին շտամների դեպքում, սա մասամբ է ծածկում նոր շտամերին։ Վերջին տեղեկատվությունը առողջապահության նախարարության համապատասխան այդ կայքում կորոնավիրուսի հետ կապված 2023 թե 24 թվականին է եղել, մի փոքր թվային տվյալներ կային եւ այդ ժամանակ ես դուրս եմ գրել իմ մոտ այդ շտամների անունները՝ Kraken, Arcturus, Eris տարբերակները, ձեր նշած այդ նոր տարբերակը սրանց մեջ չի մտնում, արդեն XB ունեինք, տարբեր հունական այբուբենով էր գնում, ալֆա, բետա, գամա, դելտա եւ այլն այդպես։ Դա նեղ մասնագիտական է, ես չեմ ուզում ծանրաբեռնել, այնտեղ կարող է գենոմի մի փոքր հատվածը փոփոխվի եւ դա դառնա արդեն նոր տարատեսակ։ Անուններն են հետաքրքիր, չէ՞, Arcturus, Omicron, չգիտեմ, դելտա ինչ-որ տարբեր նույնիսկ համաստեղությունների անուններով են դրվում, դա զուտ սիմվոլիկ է, որևէ կապ, որևէ կրակելն է իդեպ կարծես թե հայկական էր, կրակել, եթե չեմ սխալվում։ Եթե չեմ սխալվում։ Հետաքրքիր է։ Լավ, մի քիչ հոգեբանական, հա, հետևանքների մասին խոսենք կորոնավիրուսի, հասարակությունը վերջը երկու մասի բաժանվեց, մի մասը հավատաց, որ իրականում այդ սարսափը եղավ, անցավ աշխարհի վրայով այդքան մարդու կյանք տարավ եւ մարդիկ մնացածները փրկվեցին պատվաստումների շնորհիվ, մյուսները այդպես էլ չեն հավատում, որ առհասարակ այդպիսի հիվանդությունը այդպես չարիք եղել է եւ չեն հավատում նաեւ այդ պատվաստանյութերին, մտածում են դա ինչ-որ մեծ բիզնեսի ինչ-որ մի մաս է եւ հիմա ավելի շատ նաեւ խոսում են ում մոտ ինչ-որ շեղումներ առողջական ի հայտ են գալիս, կապում են կամ կորոնավիրուսի հետ կամ պատվաստումների հետ։ Սա բնական է եւ մենք ամբողջ աշխարհի մի մասն ենք, ամբողջ աշխարհում այս նույն խնդիրը կա, բոլոր երկրներում բնակչությունը բաժանված է ձեր ասած երկու խմբերին, մի մաս ովքեր հավատում են, մի մաս ովքեր չեն հավատում։ Գիտական առումով կարող եմ ասել, որ կորոնավիրուսը իր մեծ արհավիրք լինելուց բացի շատ խթանեց բժշկագիտության զարգացումը եւ այսօր մենք խոսում ենք նոր հնարավորությունների մասին, ոչ միայն նաեւ շատ այլ ոլորտներում զարգացում եղավ։ Կարծում եմ ամբողջ աշխարհի համար աննախադեպ եւ բոլոր մասնագիտությունների տեր մարդկանց համար աննախադեպ իրավիճակ էր։ Բժշկության առումով սա շատ մեծ հնարավորություններ ստեղծեց եւ այսօր մենք ունենք հնարավորություններ ավելի պատրաստված գնալ հաջորդ պանդեմիային։ Եվ հաջորդ պանդեմիայի գներեք, ես ուզում եի այդ Թեոդորոս Հեբրեյեսուսի խոսքերը վերջի ելույթից մեջ բերել, նոր համավարակ կլինի։ Գուցե 20, գուցե ավելի տարի հետո կամ գուցե հենց վաղը, բայց դա անպայման տեղի կունենա եւ մենք պետք է պատրաստ լինենք, նաեւ վիճակագրություններ նշված 7 միլիոն մարդու մահ, 20 թեև իրականում 20 են ենթադրում եւ 10 տրիլիոն դոլարի տնտեսությանը վնաս։ Այսինքն հաջորդ համաչարակ անխուսափելի, իդեպ նաև վերջին օրերի տեղեկությունը այնպեսին է, որ հենց ձեր նշած թռչնի գրիպն է հիմա ավելի հավանական, հա, H5N1 վիրուսը։ Այո, թռչնագրիպի մասին խոսվում է արդեն բավականին երկար ժամանակ, այս պահի դրությամբ այս հիվանդությունը զոոնոզ է, այսինքն մարդուց մարդ փոխանցում չունենք, բայց այն պահից, երբ որ սկսվի արդեն մարդուց մարդ փոխանցում, ինքը կդիտարկվի որպես նոր համավարակի սկիզբ, որովհետև բացարձակ ընկալությունը մարդկային պոպուլյացիայում կա եւ զոոնոզ գրիպի առանձնահատկությունը ինչն է, որ շատ արագ ախտահարում է ստորին շնչուղիները։
եւ ավելի մեծ հավանականությամբ եւ ավելի մեծ արագությամբ է բերում թոքաբորբի, քան այն գրիպը անթրոպոնոզ տարբերակը, որը մեզանում շրջանառում է։ Եվ այսօր ամբողջ հանրային առողջությունը պատրաստվում է եւ մի ուղղություն է ձևավորվել պանդեմիաների նախապատրաստում։ Հայաստանը նույնպես անմասն չէ այս ուղղությունից, մենք նույնպես մեր փոքր ներդրումը եւ փոքր մասնակցությունը ունենում ենք, իհարկե սա ավելի մեծ գերտերությունների եւ ֆինանսապես ավելի ապահով երկրների առավելությունն է, բայց ամբողջ աշխարհը գնում է պատրաստման եւ պատվաստանյութերի մասին ուզում եմ ասել, միգուցե այդ անտիվաքսները ինձ հիմա կքարկոծեն, բայց եթե կովիդի պատվաստանյութը մենք ունեցանք 300 օրվա ընթացքում, հաջորդ պանդեմիայի համար պատվաստանյութը նախատեսվում է ստեղծել եւ ներդնել 100 օրվա ընթացքում եւ սա կբերի ավելի մեծ թվով կյանքեր փրկելու, քան կովիդի դեպքում մենք ունեցանք վակցինացիայից հետո եւ ամեն դեպքում ուզում եմ հայտնել իմ համոզմունքը որպես մասնագետ, որ եթե չլիներ պատվաստումը, մենք կունենայինք շատ ավելի մեծ կորուստներ։ Շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար, այսքան հարգելի հեռուստատուներ, մեր հյուրն էր Երևանի պետական բժշկական համալսարանի համաճարակաբանության ամբիոնի վարիչ պրոֆեսոր Մերի Տեր-Ստեփանյանը։